Երեկ սիրված դերասան Գևորգ Մկրտչյանի կինը Կրիստինա Հովհաննիսյանը ինստագրամյան հարթակում հրապարակումով էր հանդես եկել, այդպիսով պատմել, որ ինքը վիրահատության է ենթարկվել և գտնվում է հիվանդանոցում։ Կրիստինան սակայն փակագծերը չէր բացել, թե իրականում ինչ վիրահատության մասին է խոսքը։ Արդեն այսօր վերջինս ինստագրամյան հարթակում տեսահոլովակ է հրապարակել, այդպիսով պատմելով նաև իր առողջական խնդրի մասին։ Ամիսներ առաջ Կրիստինան կոկորդի հատվածում ծակոցներ է զգացել և բժշկի այցելելուց հետո պարզել է, որ իր գլանները գտնվում են շատ վատ վիճակում և անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։ Կրիստինան պատմել է նաև հետվիրահատական շրջանի մասին, նշելով, որ ամեն բան լավ էր, բայց ինքը չէր կարողանում խոսել և պատմել, թե ինչ է իրեն պետք, ինչ է հարկավոր, ինչ է ուզում և որ ամենակարևորն է չէր կարողանում ուտել։ Կրիստինան տեսահոլովակի վերջում նշում է, որ ինքն արդեն տանն է, իր հետ ամեն բան լավ է, իսկ մարդկանց ջերմ խոսքերը իրեն ստիպում են ավելի լավ զգալ։ Սիրված դերասաններ Գևորգ Մկրտչյանի և Կրիստինա Հովհաննիսյանի կյանքում տոներ լույս աշխարհ է եկել վերջիններիս պսակադրության Գավորի երեխան։ Նրանց Գավորն ու Գավոր կինը դուստր են ունեցել։ Այս առիթով ընտանիքը մեծ խնջույք է կազմակերպել, հենց տանը նշելով իրենց դստեր ծննդյան տարեդարձը։ Այս կադրերն ակտիվորեն տարածվել են համացանցով մեկ։ Մարդիկ նկատում են, թե որքան շատ են ուրախացել Գևորգն ու Կրիստին այս հիանալի լուրի առթիվ։ Ներկայացնում ենք ձեզ զույգի ուրախությունն իրենց Գավորի դստեր լույս աշխարհ գալու, ինչպես նաև ընտանիքի հետ անցկացրած ժամանակը։ Նշենք նաև, որ հյուրերի ցանկում է եղել նաև դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով Գևորգ Մկրտչյանի Գավորի հաճախորդներից է։ Վերջինս վարսահարդար է աշխատում։ Նա բավականին ճանաչված է և ունի բավականին շատ հաճախորդներ։ Դե իսկ մենք միանում ենք բոլոր շնորհավորանքներին, մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն և ներկայացնում ենք ձեզ այս գեղեցիկ օրվա բացառիկ կադրերը։ Երգիչ դերասան Գևորգ Մկրտչյանն ու նրա կինը Կրիստինա Հովհաննիսյանը համարվում են հայկական շոու բիզնեսի ամենադրական և սիրված զույգերից մեկը։ Նրանց հանդեպ մեկնաբանություններն ու խոսակցությունները միայն դրական բնույթ են կրում։ Զույգը իսկապես սիրված է հանրության կողմից։ 1 տարի առաջ զույգը պսակադրվեց։ Նրանց հարսանեկան կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ։ Կրիստինան գեղեցիկ հարսնացու էր։ Այս օրերին զույգը զբաղված է նկարահանումներով և իրենց աշխատանքային գործունեությամբ։
Հարցազրույցներից մեկում նրանք անկեղծացել են խոսելով իրենց միության, այնուհետև երեխայի մասին, որը սպասված է իրենց կյանքում։ Կրիստինան նշել է, որ իր համար ուշացումը նորմալ բնույթ է կրում, սակայն ամուսնու Գևորգի համար այնքան էլ ոչ, նրանք սպասում են, նրանք շատ են ցանկանում երեխա ունենալ, դե իսկ Գևորգը առավել ևս, նա կարծես թե առավել անհանգիստ է այս հարցով։ Այսօր Կրիստինան ինստագրամյան հարթակում հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ իրենց մտերիմներից մեկի երեխայի սեռը պարզելու արարողության խնջույքին են պատրաստվում գնալ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կրիստինան եւ Գևորգ, ինչպես նաեւ հայկական շոու բիզնեսից շատ հայտնիներ բլոգեր Կրիստինան, դերասանուհի Մարինկա Խաչատրյանը եւ մի շարք այլ հայտնի բլոգերներ ներկա են գտնվել Կրիստինայի եւ Գևորգի հարսանիքի քավորի երեխայի սեռը պարզելու արարողությանը։ Ներկայացնում ենք հուզիչ կադրերը։ Ինչ է կարծում, ինչ է։ Իմ կարծիքով ես պապայի քույրիկն եմ ու շատ հուզված եմ, ես կարծում եմ, որ տղա է։ Ես էլ եմ կարծում։ Ես Ալբերտի բաժանավն եմ, մտածում որ աղջիկն է։ Ողջույն։ Մենք կարծում ենք, որ տղա է։ Հորքուր մորքուր։ Ասում են ստորի չանեք։ Դուք Ես քավորքին եմ։ Դե իսկ տեսանյութի այս հատվածում ներկայացնում են Կրիստինայի ինստագրամյան հարթակում ամենաշատ հավանումներն առանցած և հետաքրքրություն առաջացրած տեսանյութերն ու հրապարակումները։